Բարև ձեզ, բարի գալուց, դուք գտնվում եք Դգոս տալիքում, անցած վիդեոյի այդ լիքը կոմենտներից, որ կուպեն պահենք, բնականաբար ես որոշում եմ կայացրել կուպեն պահեմ։ Ուղղակի մեծ սենց պավառոտ ա եղել իմ կյանքում, այն պատճառը, որի համար որ ես ուզում էի իմ սեդանը ծախեի, այսինքն այն ֆինանսական միջոցները, որ ուզում էի դնեի կուպեի վրա, հիմա այդ խնդիրը լուծվել ա ու եկել եմ մի հատ համոզման, որ միտքը ուժ ունի։ Ու ընդհանրապես այդ շատ սիրուն բան է, բայց չշեղվենք թեմայից, եկեք անցնենք այսօրվա բուն նյութին։ Համառոտ սենց ասեմ, մի խոսքով սեդանն էլ ա մնում, կուպեն էլ ա մնում։ Կուպեն հավաքվում է մաքսիմալ գրագետ, փչվում է ավտոն, արագանում է ավտոն բավականին, այսինքն լինում է արագ, հզոր ու շատ սիրուն կուպե։ Սեդանի հետ կապված, այս պահին սեդանի հետ կապված պլանները զուտ սահմանափակվում են նրանով, որ կուպեի վրի մատորը կհանենք, կդնենք սեդանի վրա, որ զուտ սեդանը քշվի շահագործվի։ Հետո արդեն եթե մի բան կփոխենք, կանենք, դա հաստատ կուպեի հավաքվելուց հետո է լինում, որովհետև առաջի պլան հիմա դնում ենք կուպեի հավաքելը։ Այսօր շատ հետաքրքիր վիդեո եմ նախապատրաստել ձեր համար, քանի որ մենք պիտի կուպեն հավաքենք ու չգիտենք ինչ բարդությունների առաջ ենք կանգնելու այդ ընթացքում։ Իմ հարազատները, իմ մոտիկ ընկերները, 2 հոգի, թույն կուպեներով, այսօր մեզ հյուր են եկել, որ համ համառոտ ներկայացնենք իրանց ավտոները, համ էլ ուզում եմ իրանք ներկայացնեն մի հատ այն բարդ ճանապարհը, որով որ իրանք հաղթահարել են կուպեն հավաքելու ընթացքում։ Մի խոսքով, արդեն ինձ թվում է ոչ մեկի համար էլ գաղտնիք չի, որ այս BMW քշողները սիրում են անվանավորել իրանց ավտոները, օրինակ ես ոնց եմ ավտոյի անունը Ghost դրել, այդտենց այսօրվա մեր 2 ավտոներն էլ ունեն անուններ, դիմավորեք Shark M3, Black Mamba։ Last night took a L, but tonight I bounce back. Wake up every morning, by the night I count stacks. Knew that ass was real when I hit it, bounce back. You ain't getting sex. Last night took a L, but tonight I bounce back. Wake up every morning, by the night I count stacks. Knew that ass was real when I hit it, bounce back. If you a real one, then you know how to bounce back. I woke up in Look, I woke up in If you a real one, then you bounce back down. Look, I woke up in Մի խոսքով եկեք սկսենք, դիմավորեք առաջի ավտոն, Shark M3։ Տղեկ սկզբի համար ասեմ, ես այդքան կոլոտ չեմ, ուղղակի տղեկն են այդքան բոյով։ Այդ չոտ գելի, այդ պահ եկեք ֆիքսենք, ես իրոք կոլոտ չեմ, պրոստը տղեքը իզից եկա բոյով են։ Անդ ջան։ Ողջույն։ Անդոն իմ ընկերն է, այս հրաշքի տերը։ Մի քանի հարց տանք Անդոին, որ հասկանանք մեր գլխի գալիքը էլի կոպիտս։ Այսինքն Անդոն դաժե մեր տուն էր եկել, ավտոն նայել է, հեսա կադրեր կդնեմ։ Ոչմ, հիմա Անդոին եմ կանչել, որ Անդոն մոտ Անդոյի չափ փորձ իմ ջոկելով քիչ մարդ ունի, որ կուպեն իր հավաքել է, մտ ասի ես մոտավոր ինչի տակ եմ հիմա ընկնում։ Մեծ բադաբում, բալշեվի բադաբում ախպեր։ Դա չի աշխատում։ Հա, հեշտ է ճարվում։ Անդ, սրանք սա դզելը կարամ օփշի ես, սրանք այսպես բաները։ Տեսնա։ Հա, ժեշտի հետ կապված սախ կարամ անեմ։ Կապոտս դզվելու ենթակա ես կարամ դզեմ էդի։ Այս դուրը պրինցիպի կարաս փոխես էլ դուր ճարվում է կուպեի։ Հա, ինչ անստելու ես։ Քո ջոգելով։ Շատ։ Մի 3000-4000 հեչի պես դու դնես վրան։ Քո ասած 0-ից ուզում ես ժեշտը մաքրես, մաքուր ժեշտի վրա իդեալական ավտո ստանաս, հա, որտեղ ասենք ընդ մանրուքների քան կա, չեմ անում, ասենք զաշիտնիկներ, այդտեղ պլաստմասեղեն, ընդ պոլիներ դու չգիտես թե ինչ կա անել։ Դեպի սա որ ուզում ես իդեալական ստանաս, մանր, քեզ թվում է քիչ է, բայց Բաչը քիչ ախես։ Դե նման անես չհաշվես պրոստը։ Ինչքան հաշվեցիր, այնքան խոսքը տենց վնուշկեք տանելու է, մի օր որոշել ես հրխի ես կամ դերի ախպեր, կարայի լավ ավտո առնեի։ Չհաշվես։ Անում ենք կամ անում ենք լավ կամ չենք անում էլի դե։ Չհաշվես, լավ կանես ախպեր ես, ու լավ էլ կայֆը կստանաս հենց այն։ Անդ ավտոն ինչքանով է իր առը ու արդեն ինչքան է ծախսել ավտոյի վրա։
Ավտոն առել եմ $2500, Այդ որ թվականի։ դա առել եմ 2021 թվականին։ Հա։ Այդ ժամանակ ինքը մի քիչ շատ ոչ բարվոք վիճակում էր, շատ գործ կար իր վրա, բայց ընդհանուր տեսքը ավտոյի որ նայում էի, հասկանում էի, որ իրան հետ բերելը կոպիտ ասած շատ հեշտ կլինի իմ համար, որտեվ ես սիրում եմ իմ ավտոյի գործերը, սաղ ես անել։ Մի խոսքով առել եմ $2500, բայց ծախսերը չեմ հաշվել, Մոտավորապես ոնց նայես։ Սենց ավտոների վրա ծախսերը մի քիչ իմաստ չկա հաշվելը, որովհետև ասենք նա ժամանակ կգա կարող է հիաստափես որ այդքան փող ես ծախսել։ Okay, լավ, 7 անցել ես։ Հա։ 700 դրամ էլի։ Հա, ինձ էլ նկատի ունեի։ $7000 մի խոսքով անցել եք։ Անդ вообще ինչ բարդություններ ա եղել այդ հավաքելու ընթացքում, ես ուզում եմ պրոստը հասկանամ ինչն եմ դժվար ճարելու կամ ինչն եմ ճարելու շատ թանկ եմ ճարելու։ Իսկ ինչն է քո մոտ որ դժվար է ձեռք բերել կամ թանկ է ձեռք բերել։ Իմ բախտը մի քիչ բերել է, սենց ասած, որտեվ ինքը գործարանային եմ կոմպլեկտացիա է եղել սաղ ավտոն, սենց ինչ տեսնում եք ներսով դսով դաժե խադավոյի չհասցել լրիվ իրա եմ ա եղել։ Դրա համար ինձ ճարելը մի քիչ սենց կոպիտ ասած դժվար չի եղել, բայց ասենք փոճուր դետալներ կա, որ իրոք դժվար է, օրինակ քո համար որ դու կուպեն ուզում ես հավաքես, ամենադժվար ճարվողը էս արջևի մասն է։ Իր կապոտը, կռիլոնները ուրիշ է, սեդանի հետ տարբեր է ու շատ դժվար ճարվող է։ Ու ընդհանուր կուզովի հետ կապված ամենադժվար բաները ճարվել է։ Շատ բան նույնն է, չէ՞ սեդանի հետ իրանք։ Ինքը շատ բան նույնն է, այսինքն էս ֆարերը նույնն է, մարգատներն ուրիշ է, շիթը նույնն է։ Խոսքով շատ բաներ կա նույնը, բայց շատ բաներ կա տարբեր։ Օրինակ հայլին տարբեր է, այս մասը չի նստի, օրինակ կոնի վրա, որ ուզենաս եմ դնես։ Օրինակ անկեղծ չգիտեի։ Հա։ Անդ քո ավտոն լիքը առավելություններ ունի իրականում, որ ես ուրիշ ոչ թե կուպե, այլ երվեսների մեջ չեմ տեսել։ Ուզում եմ տեղափոխվենք սալոնի մեջ, որտեղ այն որ ամենահետաքրքիրը իմ համար սալոնի մեջն է։ Բայց այս հետաքրքիր բան ասեմ, այն որ Անդոյի հետ գնում ենք իր ավտոյով, ասում ախպեր նյուզերի չկա այս ավտոյի վրա, բան որ չի աշխատում, ասում է ախպեր, այն ֆարերը որ վերև ներքև է հելնում, լավ չի հելնում։ Իսկ ես ավտոյի վրա այդ չի աշխատում։ Տեղափոխվենք սալոն, ընդ շարունակենք։ Անդոպսի հետաքրքիրն է որ ռուլը ուրիշ է։ Էմնա։ Սա էմնա, երբեցին։ Ինքը եմը առանց մուլտի ալնում նույնի։ Այ հենց այդ է։ Բայց ես մուլտին ես եմ ավելացրել, որտեվ էս մագները դե փոխարինված օրիգինալը չի, բայց պիոներն է, շատ լավ մագ է, ինադու նենց եմ մտածված նենց եմ վերցրել, որ գույները իր սալոնի գույնի հետ բռնի։ Այսինքն սա կարմիրով։ Սա գազարագույն իր բռնում է, պլյուս մուլտին աշխատում է պիոների հետ, սա մի ասած։ Գույնը, բայց այն ամենահետաքրքիր բանը, որ այս բորդ կոմպյուտերն է։ Հա։ Այս բորդ կոմպյուտերում ամեն ինչ աշխատում է, չէ՞։ Հա, ինքը գործարանային է, սա աշխատում է, այս ասեմ որ իմ ավտոն ճապոնականն է, ու մի քիչ տարբերվում է ճապոնականը։ Այս տարերն ընդհանուր զուտ տարբերվում, մեկ էլ ասենք այս ստեղ ծախսի չափը որ տալիս է, ինքը մի քիչ ուրիշ ձև է գրում։ Սպիդոմետրի վրա։ Տակներ ստեղել ուրիշ ձև է գրում։ Օրինակ իմ ուրիշ ձև է։ Հա։ Ինքը ցույց է տալի ոչ թե 100 կիլոմետրին քանի լիտր է ծախսում, այլ ցույց է տալի միլիտրով քանի կիլոմետր կարաս քշես, դա տարբերությունը։ Հասկացա։ Մի խոսքով սա աշխատում է, Սա աշխատում է, լիքը բաներ է ցույց տալի, ինքը թաքնված ֆունկցիաներ էլ ունի, որ ակտիվացնել ասեն այս թվերով ալնում, ու լիքը բաներ ցույց է տալի ավտոյի վերաբերյալ։ Խոսքով լավ բան է։ Բոմբա։ Անդոպսի գիտեմ, որ ավտոյի պրոբեգը օրիգինալ 200,000 ավելի հստակ։ Ինչքան ժամանակ էր որ դու առար։ 190,000-ով եմ առել, 3-4 տարվա մեջ երևի այդքան եմ էլի քիշել։ Չես քշել։ 14,000։ Դե էսի ամեն Դե օր ավտո Անդոն չի։ իրականում շատ խնամքով է պահում ավտոն, որ չեմ կարա բացատրեմ ինչ է, որ ինքը ուրիշ ավտո էլ ունի ու իրականում աշխատում էսի քիչ քշի, որ ասում է թո մնա ափսոս, հա։ Այդ պահը ինձ շատ է դուր գալի, ու ես դες չեմ կարանեմ։ Չոտկի իմ ուժերից վեր է տենց անելը։ Անդ ու վերջի մի հատ ցենց եզրափակիչ հարց տամ քեզ, ինչ ես ուզում փոխես կամ ինչ ավելացնես ավտոյի վրա։ Դե այտենց որ ասում ես ամենալավ կուպեներից մեկը է սա, հա լավն է, բայց իմ համար հələ շատ գործ կա իր վրա անելու, ասենք սալոնը նախ ուզում եմ փոխեմ, իմ դուրը չի գալիս, սենց եմ առել, հա, սևով ալնելու, ալկանտարա ու կաշի, ու գույնի համար եմ մի քիչ մտածում, սենց տարակուսում եմ, կես ասում եմ լավ է, կես ասում եմ վատ է, ես էլ տենց ուզում եմ գործարանային գույն լինի, բայց չեմ կողմնորոշվում, երևի ամենայն հավանականությամբ սպիտակ կլինի, որ փոխեմ, Թույնա։ կարծիքով կսազի։
ինձ էլ է։ Ու մոտորի հետ կապված հարցեր կա, էլի ուզում եմ 2.8 դնեմ իր։ Ստացի հիմա տակը 2.5 է, չասեցինք, տենց չանադարձանք դրան։ Տակը հիմա M5-ում 2.5։ Ինքը գործարանային ավտոմատ ա եղել, փոխանցումա տուփը, բայց փոխած ա եղել միջև ինձ հասները, բայց պլանների մեջ կա մեծ կոմպլեկտ ավտոմատ կարապի ունենալ ամեն դեպքում։ Կեսը կա իմիջայլոց Ես գիտեմ, ախպերս, ես գիտեմ։ Ժողովուրդը իմանա, որ Անդոն տենում է մեծ զապչաստ կա, որ ձևա, որ դրանից չճարվի, ինքը նախորդ արդեն առնում է։ Որ իր զապազը պահում է։ Անջան ապրես ես ամեն ինչի համար, էլի կարևոր ինֆոյեր մեր հայտել, որ եկար ինձ եկա բանացիր ախպերս։ Ուժը գիտեմ, էլ ինչի տակ եմ մտնում։ Դզդեց։ Հազես բռնեց։ Տղեկ էլի հիշացնեմ ոնց որ ես կոլոտ չեմ, պրոստը տղեկը իսկականից իզնես բոյով են, էլի։ Դրա համար էլ մանուկն Անդոն կհենվեն ավտոյին, ես կանգնեմ որ գոնե նույն բոյի երևանք։ Մանջան, Ախպերս։ ինչքանով ես առել ավտոտ ու ինչքան ես ծախսել արդեն վեր, նույն հարցը Անդոյին եմ տվել օքսի։ Ախպերս $4000 եմ առել Որ թվին։ 2023։ Հա, այսինքն մոտը 2 տարի Հա, է։ 23 թվականի սեպտեմբերին եմ առել 4000-ով։ Ծախսելն էլ բարդ հարց է տալ ինգերոս։ 7 անցել ես։ Շատ, հա, 7-ը դու ես անցել։ 7-ից շատ։ Որը նենց այլի բաներ կանելու էլի ախպեր։ Պրոստը որ ասում եք, ջոգի, ասենց ասում եք, նայում եմ ձեր ավտոներին, հիշում եմ իմ ավտոն, ու որ ասում եք 7-ից շատ, եմը փշակ հաղվում եմ, արդեն էլ չգիտեմ, էլի որ։ Խոսքի դի գալիս է նրանց, որ քո ավտոն 4 դուռ է եղել։ Հիմի կուպեի մասին եմ խոսում։ Դե կուպեի մասին պետք է իմանաս ինչ է, Եթե ձերը 7 7 էր։ Ման օբշի տարբերություն Անդոյի դու բեսան ստանում ես ավտոից։ Խոսքի Անդոն քիչ է քշում բան, բայց դե երկու դրիֆտի վիդեո կտաս, հիմա դե մորտը բաց է։ Դնեմ թո մարտիկ տենան, ոնց ես դու ավտոից ստանում։ Շատ է ծախս բացվում ու հեշտ է խնամքը ապահովել ավտոյի, թե բարդություն ինքը։ Ախպեր դե մի բան որ անում ես գիտես ինչ ես ռազդ գալու, ծախսատարա, բայց դե քո հաճույքի համար ես էլի անում։ Մոս ջարդել կա, գրանատ ջարդել կա, որ լիքը տենց եղել է էլի, բայց դե գիտես որ անում ես մի բան պետք է լինի։ Վերջինը ո՞րն է եղել։ Վերջինը մոս ջարդելն է եղել։ Հիմա բլոկ էր, Բլոկ մոստեր ջարդեցի, սվարկադրեցի ջարդեցի, հիմա սովորական եմ դրել հանգիստ քշեմ։ Մի խոսքով այդ 7000-ը որ անցել ես, նենց է սենց բաներն էլ Չէ, դրանք հաշվի չարաշ։ Մանես բան ինչ կա որ տեսքի վրա կամ չգիտեմ ինչ որ փոփոխություն թեկուզ տեխնիկական մասով ուզում ես անես թե հələ որ Ախպեր տեսքի վրա մենակ մնացել է բագաժնիկի սպոյլերը հասնի, Dark Style։ Օհ, Քարվեցի CSL։ քսազի։ Ու արտաքինից ոչ մի բան էլ չկա ու տեխնիկապես է սաղարածա մնացել է մոտոր։ Հիմա 1.8 IS-ա, կստատի, ասեմ, միջև սենց այս ամեն ինչի մեջ խորանալը 1.8 իմ համար թուլ եղա միշտ այդ գաղափարը, ոստը որ տեսամ անուկի ավտոն ոնց է ֆռում, խոսքի 1.8 IS, BMW-ն տես մոդիֆիկացիա ունի, որ կատարել է պրոստը։ Երկու ռասպրեդվալ 16 կլապան։ Հետա, հզորություն են արել։ Լավ մոտոր է գոհ եմ, պրոստը պահագալի որ հասկանում ես։ Ճարպիկա, բայց դե Իսկ նա սենց հետաքրքիր հարց տամ։ Ոնց ես մտածում 1-ից 10 բալային համակարգով։ Ինչ բարդ էտապ եմ անցնելու իմ ավտոն հավաքելուց, խոսքը կուպեի մասին է։ Ակպեր պետք է պատրաստ լինես ամեն ինչի, այս ավտոն հավաքելուց 4 անգամ այն կարգերն ներվայնացել, որ սա այդեմ գցե ծախեմ, պետք է չհիասթափվես, չհոգնես, պետք է հավաքես, շատ դժվար է լինելու։ Օրինակ Անդոն ասում էր, որ շի բանը չհաշվես, թե չհիասթափվելու ես։ Այսինքն ինչ ծախսանես մի հաշվի, թե Չէ, պետք է չհաշվես, ակպեր, պետք է չափսոսաս։ Պրոստը կուպեի վատենա, որ պահագալի, որ ինչ որ մի հատ դետալ է քեզ պետք է լինում, որ պատրաստես 5 անգամ ավել վճարես, բայց ճարես։ Նայեք կոմենտներում դուք ինձ ինչի մեջ եք գցել։ Անկեղծ։ Ես եմ որ պատրաստ եմ, հարցրել եմ, որ անենք, ասել եք կուպեն անում ենք հաստատ։ Ստա տեսեք ինչի տակ ենք մտնում, եկեք այս վիդեոն մտել ձեր լայքերով։ Կարանք գիտես։ Այդ ձեր հույսով եմ։ Չկասկածես։ Որ եկեք մտել լայքերով ու բաժանորդագրություններով մտ աջակցեք ինձ, սենց շատ եմ էլի ոգևորվում այդ ամեն ինչից։ Կուպեն հավաքենք ու սենց միանանք կոպիտ ասած սենց տարբերվող երվեսների այս խմբին էլի որ լավ 4 դուր արի ճիշտը խոսանք շատ կա, լավ կուպե քիչ է մնացել։ Ռիսկը գործի կեսն է։ Ինչ անենք, մանուկին հաջող անենք, հա։ Փողոց տվեք այդ համով։ Ջան ապրես ամեն ինչի համար, ապրես որ եկար ախպերս ժամանակ հատկացրեցիր,
Այն որ այս ձեր հետ խոսալը դե կամերայից այն կողմ է բնականաբար շատ բան ենք տղեկ հետ խոսած է, որ շատ խորհուրդներ են ինձ տվել, որտեղ իսկականից մտ դժվար ճանապարհ է սկսում այս կուպե հավաքելը։ Մի խոսքով ապրես ախպերս կապով։ Լավ ախպեր։ Տղեկ իմ համար իրականում շատ կարևոր է, որ մի հատ կոմենտներում գրեք, հասկանանք արդյոք այս ֆորմատի վիդեոները ձեզ հետաքրքրում է, թե պահենք այն ֆորմատը, որի մեջ որ եղել ենք։ Այսինքն ուզում եմ ասեմ, հեսա սկսում է մի հատ էտապ, որ մենք մեր ավտոն ենք հավաքելու, մեր կուպեի վրա ենք գործի անելու, հետ ենք նկարելու, հետ ենք գցելու։ Ընթացքային ձեզ արդյոք հետաքրքիր կլինի, ինչ-որ հետաքրքիր ավտոներ գտնենք ու դրանց մասին խոսանք։ Այդ անպայման կոմենտներում գրեք, որովհետև դա իմ համար շատ կարևոր է։ Շուտով նոր տարի է, մտնում ենք 2026 թվական, ու մի հատ խնդրանք ունեմ բոլորից, հետ եկեք փորձենք մինչև նոր տարի, այսինքն 2026 թվականը դիմավորենք 1000 ու ավել բաժանորդով։ Այդ իմ համար այն ամանորյա այսպես մեծ նվեր կլինի, որ չեմ էլ կարա բացատրեմ։ Իրոք են ամեն լայքից ու ամեն մի բաժանորդից ես այնքան եմ ողջևորվում, որ ասելու չի։ Եկող տարի մանավանդ շատ թեժ է լինելու, մաքսիմալ փորձել եմ նենց անեմ, ինչքան լուրջ միջոցառում դաժե լինի, կուպեով մասնակցենք դրանց։ Եթե կուպե չէ 4 դուրը անպայման մասնակցելու է դրանց, այն որ ընթացքում եթե պլաններ չփոխվի, եկող տարվա այն լուրջ միջոցառումներին դաժե մասնակցելու ենք, կուպեն ներկայանալի տեսքով պիտի ներկայանա իմ հաշվարկներով ամենաուշը եկող տարի ամառը։ Այդ սաղ ընթացքը բնականաբար տեսնելու եք, այդ պրոցեսը միասին վայելելու ենք, այսինքն ինչից ինչ ենք ստանալու, այդ սաղ տեսնելու ենք իրար հետ։ Մի խոսքով դրեք այս վիդեոին ձեր լայքերը, բաժանորդագրվեք մեր ալիքին ու անպայման կոմենտներում գրեք ձեր կարծիքը, արդյոք սենց վիդեոներ նկարենք, թե այս լինի առաջի ու վերջի վիդեոն, որ մենք խոսում ենք ուրիշ ավտոների մասին, այսինքն աբզորի նման ինչ-որ մի բան ենք անում։ Սիրուն եմ։ Դե ինչ չենք մոռանում դնել լայքերը, բաժանորդագրվել մեր ալիքին, որ սենց վիդեոները հանկարծ բաց չթողեք։ Իմ կարծիքով այս վիդեոն օգտակար է նաև այն մարդկանց համար, ովքեր որ որոշել են իրենց համար կուպե հավաքեն, այսինքն տղեկի հետ փորձով կիսված այդ իրենց կարծիքը ընդհանուր այս պրոցեսի մասին, հուսամ ձեզ էլ ինչ-որ հուշումներ կտա արդյոք արդի սկսել ես ամեն ինչ թե չէ, դե հիմա արդեն որոշված է, հիմա դուք եք որոշել ու ձեր որոշումը չի քննարկվում, մենք մեր կուպեն հավաքում ենք, ստանում ենք շատ արագ ու շատ սիրուն ավտո։ Դե ինչ ասեմ, մենք գնացինք, կհանդիպենք հաջորդ անգամ։